մի օր մի անհավատ մարդ իր տունը ծառա է բերում քրիստոնյայի, այս նույն ստրուկի պարագայով։ Եվ իմանում է, որ այս մարդը քրիստոնյա է, ասում է նայր, ասում է, չլնեմ չիմանամ իմ տան մեջ Քրիստոսիդ մասին մեկ բառ խոսես, արգելված է այստեղ խոսել։ 3 տարի հետո այս տերը գալիս ասում է, որ խնդրեմ, քո Քրիստոսի մասին ինձ կպատմես։ Ուրեմն ծառան ինչքան լռությամբ ճիշտ էր ապրել Քրիստոսին հավատալ, կյանքը, որ այդ հեթանոս մարդ ուզեց այս մարդուն Աստծուն ճանաչել։ Ընդամենը լռության մեջ ապրել, չէր գողացել, չէր խաբել, չէր ստել, թաքուն ոչ մի բան չէր արել, Տիրոջ ունեցվածքը չէր վատնել, ինչ որ տեղել էր հավատարմությամբ։ Տեսեք Գիգորի մեջ, չէ՞, ասում է փողը հիշում եք, որ ընկածը գնում է վերցնում է, դնում է գրպանը։ Երեխայի ազնվությունը, մաքրությունը, բայց ինչ էր ղեկավարը, չար ու բիրտ բազազ Արտեմը, չէ՞։ Բայց տեսեք այդ երեխայի մաքրությունը, որ ինչ էր, ինքը կարիքի մեջ էր, բայց ինքը չգողացավ։ Ինքը սոված էր, բայց չգնաց թաքուն հաց կերավ։ Եվ այս օրինակ, որ Հովհաննես Թումանյանը գրեց, որ ինչ էր որ լինի քո կյանքի մեջ, դու չպիտի կորցնես քո դիմագիծը։ Ինչ էր որ լինի, միշտ պիտի հիշես, որ դու Տեր ունես, որ քեզ հետ է, միշտ քեզ հետ է, ինքը խոստացել է քեզ, քո կյանքի բոլոր օրերում քեզ հետ այդ ամբողջ ճանապարհը անցնել։